Հատիսի բարձունքում սպասում են խորհրդանշական 50,000-րդ կամավորին, որ իր մասնաբաժինը պետք է ունենա համահայկական այս նախաձեռնությանը։ Գագիկ Ծառուկյանն անձամբ է եկել հանձնելու հավաստագիրը, թե ում է վերապահվելու այդ պատիվը կհայտարարվի հատիսի բարձունքում, իսկ մինչև այդ ինչպես շատ հաճախ է լինում կամավորներին անձամբ ընդունում է Գագիկ Ծառուկյանը։ Առաջ անգամ եք գալիս։ Այո։ Ամենակարևոր աղոթների նպատակով ցանկության բարձրացեք եւ դա իրականություն դառնա նորից կգա։ Շնորհակալ ենք։ Ես եմ նրանց եմ շնորհակալ, բոլորիդ էլ հավաստագրեր կտան, որ դուք մասնակից եք կաչինայությունը, բարձրանալով կզգաք հզորությունը։ Կամավորներին դեպի շինհրապարակ տանող փոխադրամիջոցներին այս անգամ միացել են ավտոշարասյունով։ Քրիստոսի մոնումենտալ արձանի կառուցման կամավորների թվում ինչպես տասնյակ հազարավոր շարքային քաղաքացիներ են, այնպես էլ նշանավոր մարդիկ հանրությանը հայտնի դեմքեր թե Հայաստանից, թե արտերկրից։ Բարև ձեզ, պարոն Ծառուկյան ջան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հայաստանի ամենահեռավոր բնակավայրերից Սփյուռքից ու աշխարհի տարբեր մայրցամաքներից են այս ընթացքում եկել հատիսի բարձունք, հպարտությամբ ու հուզումով մասնակցել համազգային նախաձեռնությանը։ Ծառուկյան ընտանիքի գաղափարն ընկալվեց իբրև ազգային զարթոնքի, վերածննդի հույսի ու սիրո խորհրդանիշ։ Ես հպարտանում եմ իմ ազգով, հպարտ եմ նրանով, որ հերթական անգամ ապացուցեցինք հայերը աշխարհի առաջին քրիստոնյաներն են ողջ աշխարհի համար։ Մենք դա հաստատեցինք այսօրվա միջոցառմամբ։ Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ գտնվում։ Շնորհակալություն ձեզ, որ ցույց եք տալիս հայերն իսկապես ամենաարժանապատիվ ժողովուրդն են, եւ ես հպարտ եմ, որ հայ եմ։ Գագիկ Ծառուկյան անձամբ է ուղեկցում կամավորներին, նրանց ներկայացնում կատարված աշխատանքները, որոնք ոչ մի պահ կանգ չեն առել։ Ձմռան ցրտին անգամ շինարարն են աշխատել են ներքին հարդարման վրա։ Եղանակի բացվելուն զուգահեռ տասնյակ հազարավոր կամավորներ են եղել հատիսի բարձունքում միանալով ազգային զարթոնքի խորհրդանիշ կառույցի կերտմանը։ Պետք է մարդը գործ անի, ոչ թե դադար խոսա։ Երկին ավելի մեծ ճանաչում տա, ժողովրդին հնարավորություն տա, որ մարդկանց դեմքին ժպիտ գան, որ լավ փոփոխություններ լինեն, մարդիկ փող աշխատեն, հույսով, հավատով, ժպիտը դեմքներին։ Սա կառուցում Աստծո կամոք։ Այսօր արդեն օվկիանոսից օվկիանոս թնդում է։ Ժուրնալներում էլ գրել է, որ այդքան փոքր պետություն մեծ ամբիցիաներով։ Մեր ժողովուրդն իրար հետ կիսած աղուհացի գինը լավ գիտի։ Այստեղ էլ հյուրերին դիմավորում են ըստ արժանվույն, այնպես ինչպես հայկական օջախներում։ Կամավորները հիացած են, տպավորված։ Հատիսի բարձունքում միախառնվում են սերն ու բարությունը, համախմբվելու ու մի բռունցք դառնալու ցանկությունը, եւ որ ամենակարևորն է, յուրաքանչյուրը կարողանում է իր մասնաբաժին ունենալ համահայկական այս գործում։ Այս ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել շինարարությանը։ Խորհրդանշական 50,000-րդ կամավորը Հայաստանի վաստակավոր արտիստ, հանրության կողմից սիրված Արամոն է։ Ամենաճանաչված, պատմության ձեռագիր թողած, հարգարժան մարդ 50,000-րդը հանձնում ենք Արամոյին։ Եվ այսպես մեր 50,000-րդ կամավորը մեր բոլորի կողմից շատ սիրված Արամոն է, Արամո Գևորգյան։ Շնորհավորում ենք ձեզ։ Նիկոլայ ջան, շատ զգացված եմ, շնորհակալ եմ։ Անդրեմ եղբայր։ Մերսի, շատ զգացված եմ։ Դու արժանի ես, եղբայր ջան, ձեռագիր թողած, պիտանի մարդ։ Շատ զգացված եմ, շատ շնորհակալ եմ։ Էս էլ քեզի սյուրպրիզ։ Սրանից լավ սյուրպրիզ։ Հետո կլինի 100,000-րդը աղբերս։ Հələ միլիոն էլ ալնելու։ Յուրաքանչյուր մասնակցի համար այս հավաստագրերը պարտավորեցնող են։ Իրենց սերունդներին հպարտությամբ պետք է պատմեն պատմական այս իրադարձության մասին, որի մի մասնիկն են կազմել։ Ուրախալ է եւ սրտի մոտ լավ տրոփուն կա մեջս իմ, ինձ վառվում է եւ պատկերացնում եմ, որ հետագայում ինչ է լինելու, եւ որ արդեն Արցանը կանգնեցված լինի եւ բնականաբար туриզմը կզարգանա եւ շատ զբոսաշրջիկներ կգան Հայաստան։ Հզոր կառույց է, շատ հայրենանվեր, աստվածանվեր կառույց է,
եւ ամբողջ հայությանը մեկ անգամ եւս աշխարհի ներկայանում է դարձնում։ Պարոն Ծառուկյանը իսկապես շատ արժեքավոր գործ է կատարում եւ ճանաչելիության տեսանկյունից եւ քրիստոնեություն որպես ազգ մեզ ներկայացնելու տեսանկյունից ուզում է նոյան տապանել կառույցի ես նույնանման հաջողություն եմ մաղթում այդ ծրագրերին Պարոն Ծառուկյանի գաղափարները մեկը մյուսից լավն է եւ հեռանկարներ ունի շատ հələ չկառուցված արդեն գեղեցիկ տպավորություն է թողում եւ ես պատկերացնում եմ սա ինչքան ավարտելուց հետո ինչքան գեղեցիկ բան կլինի շինություն եւ ես կարծում եմ սա շատ անհրաժեշտ է մեր ժողովրդին ամեն մի հայ պետք է մասնակցություն ունենա որովհետեւ սա այնպիսի մի ծրագիր է որ տարիներ հետո մեծ պատմություն է ուղղակի դառնալու եւ մեր երկրի համար լինելու է շատ կարեւոր կառույցներից մեկը, որ բոլոր աշխարհի մարդկանց ուշադրության կենտրոնում ենք լինելու։ Տպավորությունները շատ մեծ են։ Հետո հույսս է շատ մեծ, որովհետև այս մեծ արձանը, այս մեծ կոթողը պետք է բոլորին բարիության ու հանդուրժողականության նման մեր ժողովրդի համար։ Քրիստոսի այդ դեմքն ու այդ ամեն ինչը որ տենանք մենք հիշելու ենք, որ մենք առաջի քրիստոնեական ժողովուրդն ենք ու մենք սիրո համար ենք ծնվել, պետք է սիրենք, պետք է ներենք իրար, պետք է իրար հետանենք։ Սա մեր համազգային բոլորիս հայերիս համար, չգիտեմ, հպարտությունն է։ Ես ինչքան հետևում եմ իրադարձություններին, ժողովուրդը անընդհատ մասնակցությունն է, սիրով, հոգևոր, հավատով ու որը որ այդ էներգիան տալու է մեծ սեր, մեծ հույս ու մեծ հավատ մեզ բոլորիս մեր երկրին։ Զգացողություններս այնպեսին են, որ ես գտնվում եմ սրբավայրում եւ շատ ողջունելի գործ է այս ամեն ինչ որ տեղի է ունենում այստեղ եւ Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը եւ Նոյան տապանի դա մեր ակունքներն են, մենք առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք եւ շատ կարեւոր է որ մեր ժողովուրդը իր հավատը չկորցնի, քանի որ մենք դրանով ենք ուժեղ։ Շնորհակալություն պարոն Ծառուկյանին, հայանպաստ, ազգանվեր, ազգապահպան գործի համար։ Այդ ամեն ինչը անում է որ Աստծուց չհեռանանք։ Թվով 5-րդ անգամ եմ ես այստեղ բարձրանում, դա ամեն անգամ այստեղս մաքրվում է։ Այստեղս դատարկվում է։ Պարոն Ծառուկյանի հետ մնացած այդ շփվելուց կտրվում եմ այն իրականությունից, որ հենց հիմա մենք ապրում ենք։ Կամավորները հեռանում են բարձունքից վստահությամբ, որ մինչև Փրկչի արձանի կառուցման ավարտը դեռ առիթներ կունենան լինելու այստեղ։ Յուրաքանչյուր հայ իրեն այս նախագծի մասնիկը պետք է զգա։ Քրիստոսի մոնումենտալ արձանի կառուցման հիմքում Ծառուկյան ընտանիքը հենց այս գաղափարն է դրել։